Պարոն Ղազինյան, այս պահին ընթանում է մեր ձևով ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի գործով դատական նիստը, ինչպես է գնահատում իրավապահների գործողությունները եւ քննչական կոմիտեի գործողությունները։ Կոնկրետ Ռուբեն Մխիթարյանի մասով կարող եմ գնահատական տալ, որովհետեւ տեղյակ եմ ամբողջությամբ, եթե հերթական անգամ Զանգովի արդարադատություն տեղի ունենա, ապա քաղաքաբանտարկյալների թիվը մեկով կավելանա։ Շատ պարզ պատճառով, որովհետև ներկայացրել ենք դատարաննել, քննչականնել ամբողջ այն ինֆորմացիան, համարյա ամբողջ ժամանակագրությունը, որտեղ Ռուբենը եղել է, չկա որևիցե մի այսպես անգամ նման քայլ, որը կարող է բերել նրան, որ քրեական հետապնդում լինի Ռուբենի նկատմամբ, անկեղծ ասեմ, մեր ձևովից լինելու հանգամանքն է ըստ ինձ ստիպել, որ անկախ նրանից ինչ-որ բան կա թե չկա, ներգրավել Ռուբենին, որովհետև Ռուբենը նաև փաստաբան է, լիցենզավորված եւ շատ լավ տեղյակ է քրեական օրենսգրքին, ինչ կարելի, ինչ չի կարելի եւ այլն։ Այնպես որ հերթական վախի ցուցադրում ուղղակի մի պարզ բան չեն կարողանում հասկանալ, որ չեն կարող վախեցնել։ Անկամ եթե կալանավոր են, անկամ եթե մեր այսպես բոլորիս կալանավոր են, չեն կարող ուղղակի վախեցնել, թող փորձեն ինչքան հնարավոր է։ Տեսնում եք քաղաքական ենթատեքստ։ Բնականաբար։ Առանց քաղաքական ենթատեքստի մարդ, որը վիդեոների մեջ ձեռքերը վերև պարզած հանգստացեք, իր վրդովմունքն է հայտնում բանավոր կերպով, այսպես 7 հոգով ոստիկանները մարդ են ծեծում եւ այլ, այդտեղ քրեական հանցակազմ ընդհանրապես գոյություն չունի իր արարքների մեջ։ Բնականաբար քաղաքական է, այսպես մեր ձևովից մարդ է ձեռքները ընկել, sense մեկնաբան եմ, էլի, բնականաբար պետքա պահեին, պետքա այս շոուն այսպես դատական եւ այլ, բայց չգիտեմ, հուսահատվելը մեղք է, այդ իսկ պատճառով չեմ ուզում հուսահատվեմ, բայց հակված եմ նրան, որ իրենց գործը միջև վերջ կանեն։ Այս օրերին պարոն Մխիթարյանից ինչ նորություն եք ունեցել փաստաբանի միջոցով իհարկե, որ 3-4 օրը քննչականից տանելուց տեսել ենք, շատ բարձր տրամադրություն ուներ, այսպես մարտական ոգի ուներ, ինքն էր անգամ մեզ քաջալերում։ Այս նույն սերիայից է, որ ասում եմ, որ չեն կարող վախեցնել, ուղղակի հնարավոր չի։ Այսպես միջև ուր, լավ, բռնեցին 1, 5, 10, 20, ուր են գնալ, ուր են հասնել։ Իրենք էլ հոգեվարքի մեջ են եւ հասկանում են արդեն, որ մարդիկ չեն վախում։ Իրենց ամենամեծ գործիքը այսպես վախեցնելն է նստացնելով, հիմա արդեն դա էլ չի աշխատում նորմալ։ Ուղղակի չեն վախենում։ Մարդիկ ժպիտներով գնում են մեկուսարաններ։ Ինչքան